Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Ինչին կներեք։ Ես ուզում եմ դիտեք ինչ հասկան, դուք իշարդացեք եժեկը, որ այդ իշացվող ամրա խոշորավոր բան, չէ, խարդրանում օգտագործում եք երկար տարիներ դուք սերտ համագործակցում օգտագործում եք արդյոք ձեր տեխնիկական կապերը, որ ստուգեք ձեր իրենց, որ իրեք ստիպեն համապատասխան բակակարդուսները ուշադրություն սերևը ժողովրդավարության ճգնաժամերը։ ԵԺԿ-ն շնորհակալ եմ հարցի համար։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը քաղաքական ընտանիք է եւ մեզ համար շատ երկար տարիներ հենց ընտանիք էլ եղել է հանրապետականի համար։ ԵԺԿ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք երկրի համար բազմաթիվ հարցեր ենք այս տարիներին լուծել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից սկսած վերջացրած ՍԵՊԱ-ի նման ֆունդամենտալ փաստաթղթի նախապատրաստում եւ ստորագրություն եւ ավերացում։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայանպաստ դիրքորոշումների առաջմղում եւ մինչեւ վերջերս քաղաքական բանտարկյալների խնդրի հետ կապված իհարկե դա անձնական վերաբերմունքի հարց է եւ կուսակցական կապերի, բայց առնվազն ԵԺԿ-ի մակարդակով թե ինձ անձամբ քաղբանտարկյալ են մի քանի անգամ ճանաչել եւ թե ֆիքսել են որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալների խնդիր։ Բայց այդ ընտանիքն էլ է Նիկոլը իր քիթը խոթում, իրենք անցյալ տարվանից անդամության հայտ են տվել, իրենք ուզում էին մինչև ընտրություններ դառնալ ԵԺԿ անդամ, մեզ հաջողվել է այս փուլում եվրոպացի մեր գործընկերներին եւ ընկերներին ներկայացնել հիմնավորումներ, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ընդհանուր, այսպես ասած, արժեհամակարգային բան ԵԺԿ-ն չունի, եւ այդ խնդրի հետագա քննարկումները Բրյուսելում դրվել են կախվածության մեջ հունիսյան ընտրություններին հաստատի։ Այսինքն միջև ընտրություններ հասկանալով, որ դա լինելու է միջամտություն ընտրական գործընթացին ԵԺԿ-ն չի քննարկել իրենց անդամության հայտը, իսկ ընտրություններից հետո արդեն կներեք, եթե Նիկոլը վերարտադրվեց ԵԺԿ անդամությունը լինելու չարյաց փոքրագույն այն ամեն աղետի մեջ, որ գալու է մեր երկրի վրա, եթե այդպես եղավ։ Բայց սենց էլ է, ԵԺԿ-ն էլ բաղկացած է տարբեր քաղաքական խմբերից եւ մարդկանցից, Նիկոլենք ունեն լոբիստներ ամենուրեք, այդ թվում ցավոք սրտի ԵԺԿ-ում։ ԵԺԿ-ում կան Նիկոլի լոբիստներ։ ԵԺԿ-ի նկատի ունեմ Եվրոպարլամենտում կան դեպուտատներ, պատգամավորներ, որոնք ապաշքյարա կներեք բառից համար նիկոլական են։ Եվրոպական չեն, նիկոլական են։ Եվ բնական է, որովհետև սպասարկում են տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների շահեր, բայց ԵԺԿ-ում կան մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել ինչ է քրիստոնյա դեմոկրատությունը, չեն մոռացել ինչ է իրականում սկզբունքը, չեն մոռացել ինչ է արժեքը, եւ այդ մարդիկ կարողանում են դեռ, այսպես ասած, կանխել նիկոլական ԵԺԿ-ականների գործողությունները։ Հուսով եմ, ընտրություններից հետո մենք առիթ չենք ունենա առհասարակ այս հարցին լուրջ մոտենալու, որովհետև շատ ավելի կարևոր լուրջ խնդիր լուծված կլինի։ Եթե էլ հարցեր չունենք, հեռանկարները ոնց եք պատկերացնում, ասում եք Հայաստանի ժողովուրդը մեր ժողովուրդն է որոշողը, բայց տեսնում եք, որ բնակչությունների օղակը սեղմում է ընդդիմության շուրջ, տեսնում եք, որ Սամվել Կարապետյանի կալանքի երկարացվեց, տեսնում եք, որ տարբեր դեմքերի փորձում են իզոլացնել, ընդդիմության շարունակում են վարկավել եւ ո՞րն է, այսինքն հրաշքա լինելու ինչ շանս է տեսնում։ Ոյ հուսահատությունը մեղք է։ Ես ֆիքսեցինք որպես գերակա մոտեցում։ Մնացած ամեն ինչը ներվը, դարդը, պրոբլեմը լուծելի է։ Ես չեմ ուզում մտնել վերլուծական նարատիվի մեջ շատ պարզ պատճառով։ Մենք խոստացել ենք եւ ամեն ինչ անում ենք օգնելու ընդդիմությանը։ Ինքներս չմասնակցելով այդ պահից սկսած վերջացած թեկուզ հենց այսօրվա իմ պրեզենտացիայով։ Դրա համար եթե իսկ մենք ունենք բաներ, որ մեր անդիմադիր գործընկերներին ընկերաբար կարող ենք հուշել, ասել եւ խոսել, դա անում ենք առանց տեսախցիկների։ Դրա կարիքը ես չեմ տեսնում այս փուլում, գիտեք կրավորական կեցվածքով, ինչ որ ասել
էսի լավ չեք անում, էսի լավ եք անում։ Այն ինչ որ Նիկոլը անում է, իր որպես բացասական հերոս, նա լավ է անում։ Նա ինչ անում է որպես բացասական հերոս, ընտիրը խաղում է։ Կան ինքը այս սցենարի մեջ խաղում է Ֆանտոմասն է, Կաշի Բիսմերտնին է, Բաբա Յագան է, ինչն է այդ մի հատ ինձ թազա։ Ես ինքը ընտիր բացասական հերոս է։ Ընտիր։ Թե դերական հերոսների մեջ քաստինգը ինչով ավարտվելու, ես չգիտեմ։ Ինձ թվում է կարող անպայման չի մենակատարին կրել մենակատարով։ Կարելի է մենակատարին կրել անսամբլով։ Բենդով, այսպես ասած։ Նիկոլը անգլացիք ասում են one man show է, մի մարդու թատրոն է, սաղ ինքն է։ Ամենտեղ ինքն է, ամեն ինչը իրանից է կախված։ Այո, այդ մարդը ունի բացասական իմաստով ֆենոմենալ դերակատարություն եւ էներգիա։ Այդ վոկալիստին կարա հաղթի օրինակ բենդը, ընդդիմադիր բենդը։ Եվ այո, ընդդիմությունը դա լավ հասկանում է, ոչ մեկ չի ասում ես մենակով հաղթելու եմ, բոլորը ասում են, որ մենակով չի ստացվի, բայց իրար հետ կարող ենք, ինչպես կասել երկրորդ նախագահը, միասին կարող ենք, այս իմաստով է։ Եվ ընդդիմության հեռանկարները մի բան մենակ ասեմ, այս չեմ կարա չասեմ, որպես քաղբանտարկյալ նախկին։ Եվ հիմա էլ քաղաքական հետապնդումների ենթարկվող կուսակցության ներկայացուցիչ, որի ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանը կալանքի տանազատության մեջ է եւ այլ բազմաթիվ հանրապետականներ։ Այն որ միջև ընտրաշավ ընդդիմությանը բոլորիս ինձանից սկսած վերջացած առաջատարները չի հաջողվել լուծել քաղբանտարկյալների խնդիրը, դա բոլորիս ամոթն է եւ այդ աշխատանքի արդյունքն է։ Ամենաշատը ոչ ոք չնեղանա, իմ ընկեր Դավիթից սկսած։ Իմ սիրտը ցավում է ամենաշատը Բագրատ Սրբազանի վրա։ Բագրատ Սրբազանի վրա։ Ես նստած էի Նոբարաշենում, երբ որ ինքը տասնյակ հազարավոր հանրահավաքների առաջնորդն էր։ Ես ազատության մեջ եմ հիմա, երբ որ իր դատական նիստերին մաքսիմում 100-200 հոգի մարդ է լինում։ Եվ սա, այո, խնդիր է։ Այո, նաև բարոյական խնդիր է։ Նորից ասեմ, չնսեմացնելով ոչ մի քաղբանտարկյալի տանջանքները, կերպարը, աշխատանքը, կարևորությունը եւ այլն։ Բագրատ Սրբազանի կերպարը այս պարագայում, այս ups and downs-ների, հա, եւ ըստեղ նաեւ ընդդիմության բոլոր ամբողջ ընդդիմության մեղքով էս ամեն ինչի հնարավորությունների, նիկոլական հնարավորությունների շարունակության մեջ է։ Շնորհակալ եմ ձեր հարցերի համար, ձեր ուշադրության համար, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ։